Պատասխանում եմ Գեղարվեստի ակադեմիայի մասին ամենաշատ տրվող հարցերին ու թարմացնում ենք մեյքափս։ Որ ամենաշատ տրվող հարցը քննությունների մասին էր, եկեք դրանց անդրադառնամ։ Ինչ քննություններ եմ հանձնել ես։ Հիշեցնեմ, որ ես ընդունվել եմ 5 տարի առաջ ու հնարավոր է հիմա շատ բաներ փոխված լինեն։ Ես ընդունվել եմ հակուլտի մոդելավորում բաժին, տվել եմ 3 քննություն՝ գծանկար, գունանկար և կոմպոզիցիա։ Գծանկարս այդ ժամանակ եղել է գունանկարի հետ միասին նատյուրմորտ, իմ իմանալով հիմա նկարում են բնորդ, իսկ կոմպոզիցիան չեմ կարող բացատրեմ ինչ է եղել։ Ծաղիկներ ու գրաֆիկական աշխատանք ինչ-որ։ Իմ ամենաչսիրելի հարցը արժի ընդունվել ակադեմիա, թե չէ, ես խորհուրդ եմ տալիս միշտ ինձ այդ հարցը տվողներին մի բան. գնացեք մինչև ընդունվելը ուսումնասիրեք ակադեմիան, մտեք, նայեք, հարց ու փորձ արեք, խոսեք դեկանի հետ, օրինակ իմ ընկերուհին պետք է ընդունվեր ակադեմիա, դեկանի հետ խոսելուց հետո բժշկորեն ու չընդունվեց, ցանկալի է գնաք տեսնեք միջավայրը, ես որ տեսնեի միգուցե կարող է ես էլ չընդունվեի, մի խոսքով կարևոր է գնալ տեսնել, շրջել, թե դուք ինչ միջավայրում եք սովորելու, հարց ու փորձ անել ուսանողներից, ամոթ բան չկա, գնացեք ուսումնասիրեք։ Արդյոք գոհ եմ ես իրանց տված կրթությունից, եթե լինեմ անկեղծ չեմ սովորել, իսկ առաջի օրվանից մտել եմ ակադեմիա ու լսել եմ այն բառերը, որ ապոկալիպսիս է լինելու, ինչ եկեք ես, դեղ գործ չկա, չեք աշխատելու ու նման լիքը հիասթափեցնող բաներ։ Դա ես չեմ սիրել կարել, չնայած մինչև ակադեմիան ես գնացել եմ Կարուձևի, մեկը էլի չեմ սիրել կարել, նկարչությունից հիասթափվել եմ հենց ակադեմիայում, մինչև ակադեմիա 8 տարի եմ սովորել նկարչություն, հիմա ընդհանրապես մատից ձեռքս չեմ վերցնում, զզվում եմ նկարչությունից, մոդելավորում անկեղծ չեմ սովորել, չգիտեմ, ես սեր չունեմ, իմ սերը կոտրել են կամ ինքս եմ կոտրել իմ շատ մեծ ստանդարտների շնորհիվ։ Եթե ունեք երազանքներ կապված այդ մասնագիտության հետ, սովորել սիրում եք ու կարող եք, մտածում եք դա ձերն է, միանշանակ ամեն շատ սուբյեկտիվ է, ձեր մոտ հաստատ կստացվի, պետք չի առնչվել միայն իմ կարծիքով։ Բայց եթե գլոբալ նայենք, իմ ակադեմիայի ծանոթների 99%-ը դժգոհ են։ Մի խոսքով գրեք հաջորդ հարցերը ակադեմիայի մասին, կպատասխանեմ հաջորդ վիդեոյում։